Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ։ Ողջունում եմ նաև նրանց, ովքեր ընթացքում նույնպես կմիանան իմ YouTube-յան ալիքին, ովքեր էլ որ հետևում են, արդեն դուք գիտեք, որ ես 1 տարի շարունակ YouTube-յան իմ էջում տեղադրում եմ տարբեր ոճի ժանրի երաժշտություններ, կարճ, երկար վիդեոներ, բայց իմ ձայնը չէիք լսում, դա փորձնական էր, ուղղակի պետք է համոզվել, որ YouTube-ը ինչ էր պարտադրում, ինչ կարելի էր, ինչ չէր կարելի, հա, ու ահագին բաներ սովորել եմ, ճիշտ ասած, բայց էլի ունեմ տեղ սովորելու։ Ինչ եմ ուզում այս դասերը հիմա անցկացնել, հիմա ոճս փոխել եմ, քանի որ նոր տարին է սկսվել, արդեն ուզում եմ նորովին ներկայանալ, արդեն կլսեք իմ ձայնը ավելի անմիջական, կշփվենք հարց ու պատասխաններով, մեկնաբանություններ կարող եք թողնել, ինչպես կարող ենք դասը առաջ տանել կամ միգուցե դուք էլ խորհուրդներ կտաք։ Այս դասերը նաև ինձ համար են, որպեսզի ես իմ հայերենը չկորցնեմ, ես էլ ուզում եմ, որպեսզի հայերենով դասեր տամ, քանի որ երկար ժամանակներ բնավում եմ արդեն Նիդերլանդներում, հոլանդերենով եմ դասերը անցկացնում դպրոցում, տանը, օնլայն, որոշեցի իմ հայրենակիցների համար, ինչու՞ չէ նաև բոլոր նրանց, ովքեր որ տարբեր երկրներից կդիտեն, հա, կարող են դիտել, հա, կօգնեմ, միգուցե ես էլ կօգնեմ նրանց։ Հա, դրա համար խնդրում եմ եղեք նաև ներողամիտ, եթե ինչ-որ մի բան չգնա, որովհետև առաջին վիդեոն եմ տեղադրում, երևի ավելի երկար կտևի, բայց եղեք համբերատար։ Եթե ժամանակ ունեք, նստեք, նայեք, միգուցե ինչ-որ մի բան կարող եք քաղել այս վիդեոից։ Հա, ուզում եմ ասել, որ իմ անունը, հա, շատերը հարցնում են ինչու է պիանո պրակտիկ, ոչ թե պիանո practice, ասեմ, որովհետև practice դա անգլերենով է, բայց պրակտիկը դա հոլանդերենով է, նույնն է, նույն նշանակությունը ունի, հա, վարժանք, հա, exercise։ Դրա համար, ասենք, կոչվում է պիանո պրակտիկ Լուիզա։ Հա, անցնենք առաջ, ուզում եմ, որ ծանոթացեմ ձեզ մի գրքի հետ, հա, առջևում դրված է գրքերը, տեսնում ենք։ Այս դասը ես կանցկացնեմ չափահասների համար, բայց սկսնակ չափահասների համար։ Տեսեք, այստեղ ունեմ նաև անչափահասների համար, բայց քանի որ հոլանդերեն տարբերակն է, անգլերեն տարբերակը չունեմ, դրա համար սա դեռ կսպասի։ Բայց երևի թե կտեղադրեմ նաև անչափահասների համար։ Հիմա սա անգլերեն տարբերակն եմ վերցրել, որը ավելի հասանելի է իմ հայ հայրենակիցների համար։ Ուրեմն, այստեղ տված է, տեսեք, գիրքը սկսվում է եւ դուք էլ կարող եք իմջայլոց սա ձեռք բերել, համացանցում կա, չգիտեմ ինչ արժե ճիշտ ասած, երևի մոտավորապես մի 20 եվրո արժե։ Տեսեք, Alfred Book-ն է, Alfred բոլորին հայտնի, Basic Adult Piano Courses, հետո Lessons Book Level 1։ Ինչ է ասում, basic-ը գիտեք, բազան է, այսինքն սկսնակ չափահասների համար, հա, որ չափահաս ես, բայց նոր սկսել ես պիանոյի դասեր, կուրս անցկացնել, եւ այստեղ մակարդակը առաջինն է, ինչպես ասում են, առաջի դասարան։ Լավ, գնանք առաջ։ Հիմա բացենք, տեսնենք ինչ կա այս գրքում։ Տեսեք, սկիզբը էլի նորից տալիս է, տեղադրում է, content։ Content-ը արդեն բովանդակությունն է, հա, ոնց որ in-how-ը ինչա պարունակում այս գիրքը իր մեջ, հա, շատ բաներ ենք անցնելու, մի խոսքով հետևեք իմ էջին։ Այսպես սկսելու ենք 4-րդ եւ 5-րդ էջից, երկու էջ երևի միասին կսկսենք վերլուծել, շատ բաներ կարող ենք սովորել, հա։ Տես, ինքը անգլերենով է, բայց ես բառ կթարգմանեմ։ Դուք էլ կարող եք վերցնել սովորական մատին, եթե արդեն այս գիրքը գնել եք, ունեք, բայց խնդիր չկա, ես ինքս էլ կարող եմ ամեն անգամ տպել, հա, իմ post-երում կտեղադրեմ, որպեսզի դուք screen անեք, խնդիր չկա։ Հետո արդեն ինքներդ էլ կարող եք հետևել։ Տալիս է առաջին, օրինակ վերնագիրը, ասում է how to sit at the piano, ինչպես նստել, ասենք, պիանոյի առջև, հա, դաշնամուրի առջև։ Տեսեք, ամեն դասին ուսուցչուհին, ամեն առաջի դասին սա է լինելու, որ ինչպես պետքա դու նստես պիանոյի առջև, դաշնամուրի առջև։ Իհարկե պետք է այսպես, այս լաբը, տեսնում եք, չէ, այս դիագրամը, սխեման, ամբողջը սրա մասին է, առաջի դասը։ Ուր էլ գնաս, առաջի դասը սա է լինելու։ Հիմա, ասում է sit tall, իհարկե նստել ուղիղ, sit tall, հա, ուղիղ նստել։ Հետո
ասում է lean slightly forward, մի փոքր առաջ ենք թեքվում, մի փոքր, հա, ոչ շատ առաջ ենք թեքվում, որ կարողանանք նվագել։ Հետո ասում է let arms hang loosely from shoulders, ասում է քո արմեն, այսինքն թևերը մի փոքր ծալեք ուսերից ներքև, մի փոքր, որպեսզի լարվածություն չառաջանա։ Elbow slightly higher than kiss, elbows-ն էսա, արմունկները, ասում է մի թեթևակի բարձր պետքա լինի այս ստեղնաշարից, ստեղնաշար, ինչ է ստեղնաշար, միգուցե սա մի փոքր բարդ բառ է, օրինակ ես ունեմ աշակերտներ հայ, որ իրանք նույնիսկ զարմանում են, ինչ բառեր եմ օգտագործում, իրենց համար միգուցե նշումներ արեք ձեր մոտ, ստեղնաշար դա կլավիատուրան է, դա կիբորդն է, սև եւ սպիտակ ստեղների մասին է խոսքը։ Հասկացանք, որ արմունկները փոքր ինչ պետք է ստեղնաշարից, հա, բարձր լինի։ Հաջորդը bench must face the keyboard squarely, այսինքն այս նստարանը, հա, աթոռը, ասում է, պետք է անմիջապես, հա, դեմ դիմաց լինի մեր դաշնամուրին, իհարկե, ոչ շատ աջ, ոչ շատ ձախ, հա, ու պետքա լինի հենց մեջտեղում։ Մյուսը ասում է knees slightly under keyboard, knees դա ծնկներն են, հա, ծնկները ասում է մի փոքր, հա, պետք է լինի այս keyboard-ի, հա, ստեղների, կլավիատուրայի, ստեղնաշարի ներքևի հատվածում։ Feet flat on the floor, այս է մեր ոտնաթաթերը պետք է լինեն հատակին, հենց հարթ հատակի վրա պետք է դրվի։ Right foot may be slightly forward, այսինքն աջ ոտքը կարող է մի փոքր առաջ հրել, հա։ Սա ինչի համար է ասվում, որպեսզի դու կարողանաս հստակ, հա, ամուր քո դիրքը ունենալ, որպեսզի ուժ լինի քո թևերի վրա, որպեսզի դու կարողանաս ստեղնաշարի վրա նվագել։ Ինչի ասում, մեջքը միշտ ուղիղ։ Ուսուցչուհիները պետք է ամեն անգամ դիտողություն անեն, եթե դու շատ կոր ես նստում։ Նախ եւ առաջ քո առողջության համար, որպեսզի մեջքի խնդիրներ չունենաս, հետո արդեն որպեսզի եթե դու նստում ես ուղիղ կամ կանգնում ես ուղիղ, քո ուժը բավականացնում է, որպեսզի դու ստեղնաշարի վրա ճիշտ կարողանաս նվագել։ Սա էր ամբողջ խնդիրը։ Ուշադիր եղեք, կարող եք մի քանի անգամ թեկուզ լսել կամ ինքներդ կարդալ ու տեսնել, որ սա շատ կարևոր է ամեն դասի համար։ Անցանք առաջ։ Հաջորդ էջը ինչա մեզ ասում, ինչ է պատկերված այս վանդակի մեջ։ Նախ անցնենք վերնագրին finger numbers, այսինքն մատների համարները։ Տեսնում ենք ձեռքերը, մեր աջ եւ ձախ ձեռքերը, չէ՞, համարակալված են 1, 2, 3, 4, 5։ Ինչա այս շրջանակի մեջ ասվում, ասում է the palms is the first finger of each hand, ասում է այս բութը, հա, բթամատերը համարվում են միշտ առաջինը երկու ձեռքերում, չէ՞։ Մենք ունենք երկու ձեռքերը, միշտ առաջինը համարվում են, մեր բութերը համարվում են առաջին մատները։ Այստեղ նաև մեզ շատ կարևոր է, որ իմանանք մատների անունները, ես նույնիսկ իմ աշակերտներին շատերին էլ բացատրում եմ տարբեր օրինակ լեզուներով, հա, թե ռուսերեն, հայերեն, անգլերեն էլ եւ նաև հոլանդերեն։ Ես ինքս էկրանի վրա նշումներ կանեմ, որպեսզի դուք ձեր ցանկացած, հա, լեզվով իմանաք մատների անունները։ Հայերենով սա բութն է, ցուցամատ, միջնամատ, մատնեմատ եւ ճկույտ, այո, եւ սրանք համարակալված են, իհարկե, տեսնում ենք այստեղ տալիս է left hand, հա, right hand, սա գիտենք արդեն, աջ ձեռք եւ ձախ ձեռք։ Եվ այստեղ կարճ տառերով է, արդեն ավելի հասանելի, հա, որ կարճը որ պետք չի բոլորը գրվի, ասենք RH, հա, an LH, հա, right hand, left hand։ Okay, հիմա այստեղ ինչ է ասվում, ասում է response to reading finger number should be automatic. Before you begin to play, practice moving each finger as you say
its number loud։ Ասում է, որ դու պետք է արդեն մեխանիկորեն, automatic, հա, դու կարողանաս արձագանքել քո մատների շարժումներին։ Հիմա հավնենք, որ ասում ես երրորդ մատ, միանգամից արդեն գիտես, որ երրորդը պետք է նվագես, կամ չորրորդ, հինգերորդ, երկրորդ, հա, երկու ձեռքը միաժամանակ, երրորդ, չորրորդ, այսպես կարելի է վարժեցնել, հա, ամեն օր կարող եք ձեր մատները վարժեցնել։ Անցանք հաջորդին, սա piano tones, այսինքն դաշնամուրի տոները, հնչյունները։ Ինչա ասվում, ասում է, when you play a key, a hammer inside your piano touches a string to make a tone։ Եթե դուք ունեք օրինակ ակուստիկ պիանո, լարային, հա, լարային պիանո, ինչպես ես ունեմ, հիմա լարային պիանո, դաշնամուր, եւ նրանք ունեն նաեւ մուրջ ներսում, որը հպվում է, երբ որ դու հնչյուն ես արտաբերում, երբ որ դու հնչյունը սեղմում ես ինչ որ ստեղի վրա, այդ մուրճը ինքը հպվում է լարերին, հա, լարերին եւ այդտեղից առաջանում է ձայն։ Դա է ասում։ Հիմա սա արդեն միգուցե դու ունես էլեկտրոնային կամ ինչ որ դաշնամուր, դրան չի վերաբերվում, որովհետեւ նրանք չունեն ներսում մուրջ, նրանք էլեկտրոնային հոսանքով են։ Եվ այդ ժամանակ դու չես կարող ձայները կառավարել, ասենք չես կարող ավելի բարձր նվագել կամ ցածր հնչողությամբ նվագել։ Հիմա կկարդանք։ Ասում է. When you drop into a key with a little weight, you make a soft tone. When you use more weight, you make a louder tone. Ասում է, եթե դու ստեղի վրա, հա, սեղմում ես փոքր ինչ կշիռ ես ներդնում, այսինքն դու չես ուժեղ սեղմում, այդ ժամանակ լինում է շատ մեղմ ձայն, հնչում է մեղմ ձայն։ Սա ակուստիկ պիանոներն են, որ լարային են։ Իսկ ասում եմ, when you use more, եթե դու այսինքն շատ ես կշիռ, հա, ուժգնությամբ ես սեղմում, այն ժամանակ արդեն բարձրահնչում տոնայնությունը։ Սրա մասին էր խոսքը։ Անցանք առաջ։ Հաջորդը թե ինչպես ձեռքը պետք է պահես։ Curve your fingers when you play. Curve, այսինքն ասում է դու պետք է մի փոքր, այսինքն կորացնես քո ձեռքը։ Այսպես չենք կարող նվագել։ Կորացնում ենք, որպեսզի կարողանանք հեշտությամբ նվագել։ Pretend you have a bubble in your hand. Bubble or ball or yeah, կարալինի ասենք balloon, հիմա այսի ասում է bubble, կարող է ինչ-որ մի բան կարող ես կլոր, հա, գնդակի նման, սենց փափուկ, ինչ-որ մի բան, սենց ափիդ մեջ վերցնել եւ փորձել քո պահել ձեռքերդ այդպես շարժելով, հա, կապ չունի, կարալինի փուչիկ, կարող է լինի ասենք մի փափուկ ինչ-որ գնդակ։ Հետո ասում է hold the bubble gently so it doesn't break։ Ասում է սենց ավելի պահի զգուշորեն, որպեսզի այն չընկնի կամ չվնասվի ձեռքիդ մեջ եղած գնդակը։ Անցանք առաջ։ Ուզում եմ մի փոքր էկրանը իջեցնել ներքև, որպեսզի դուք ստեղնաշարը տեսնեք, թե ինչպես եմ հիմա ես ցույց տամ, թե ինչպես եմ նվագելու։ Այսպես։ Տեսեք։ Ուրեմն կոր, ոնց ենք պահում ձեռքը։ Այսպես ավելի լավ է, հարմար է։ Հիմա հեսա կկարդամ ինչա ասվում հաջորդում։ Հաջորդ ասում է play any white key with a third finger of either hand softly։ Ասում է մի հատ ստեղ կապ չունի, հա, ցանկացած տեղ երրորդ մատով, հա, երկու ձեռքերը, ասում է, երկու ձեռքերով, էլի, կարող ես շատ softly մեղմ ինչ որ հնչյուններ սեղմել, կապ չունի որ հնչյունն է սեղմում ու շատ մեղմ ասում է, ու երրորդ մատով ինչի, որտեվ երրորդ մատը մեր ուժեղ մատն է, ավելի հեշտ է ստացվում նվագելը։ Հաջորդը see how many times you can repeat the same key making each tone a little louder։ Ասում է այնքան ասում է նվագի ու ասում է որ տեսնես մինչև ինչքան կարող ես ձայնը բարձրացնել։ Հա, տես մենք կարողանում ենք ձայնը կառավարել, հասկանում եք ինչի համար, որովհետև սա լարային դաշնամուր է։ Դրա համար կարողանում ենք մենք ձայնը կառավարել բարձր եւ ցածր։ Հաջորդը
Ինչ ասում, before you play any key, you should always decide how soft or loud you want it to sound. Ասում եմ, քան մինչդեռ նվագելը դու կարող ես ինքդ որոշել եւ իմանալ, ուզում ես ավելի բարձր տոնայնություն նվագել, տոն նվագել, հնչյուն նվագել, թե ուզում ես ավելի ցածր։ Ինքդ կարող ես արդեն որոշել, հա? Բարձր եմ ուզում, ցածր եմ ուզում, դա համար կարող ես նույնիսկ զգացմունքային ինչ-որ բան նվագել, հենց սա լարային դաշնամուրն է։ Մյուսը վերջում ասում է for the first pieces in this book play with a moderately loud tone. Այսինքն, ասում եմ, որ դե սկզբնական շրջանում այս ասում եմ գրքի մեջ դու ավելի լավ է որ չափավոր նվագես, հա, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր, սկզբնակների համար չափավոր քո ինչքանով որ դու կարողանում ես։ Ու այստեղ moderately, դեք բառը, որ չափավոր է նշանակում, օրինակ հոլանդերենում ասում են խմատեղտ, այս բառը շատ ենք օգտագործում, դրա համար վերցնում եք ինչ-որ մատիտ եւ մի վախեցեք գրառումներ անել ձեր գրքում։ Ես էլ միշտ այդպես սովորում եմ, օրինակ նոր բառեր որ հանդիպում են, թե հոլանդերենում, թե ռուսերենում, թե հայերեն կամ անգլերենում, ես նշումներ եմ անում միշտ, որպեսզի հետո հիշեմ։ Սա այսօրվա դասի համար այսքանը, սիրելի իմ հետևորդ, եթե ուզում եք ինչ-որ մեկնաբանություններ թողեք ինչպես է ընթանում դասը հավանեցի կամ ինչ կարելի է ավելացնել, երկար է, թե կարճ է վիդեոն, սա սկզբնականն էր, դրա համար այսքան երկար թվեց, բայց հաջորդաբար կլինեն ավելի հեշտ իմ համար նույնպես, քանի որ ես առաջի անգամ եմ խոսում վիդեոյի մեջ եւ ուզում եմ ավելի հասանելի լինի ձեզ։ Կաշխատեմ հեշտ բառեր օգտագործել, որպեսզի ձեզ ավելի հասանելի լինի։ Այսքանն էր այսօրվա համար, խնդրում եմ մնացեք ինձ հետ եւ հաջորդ դասը արդեն մենք կանցնենք, կսկսենք 6 եւ 7 էջերից։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք ինձ, մինչեւ նոր հանդիպում։